Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր ապրիլի 22-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջան-Լատվիա հարաբերություններն ընդլայնվում են։ Իռլանդիա-Ադրբեջան միջխորհրդարանական կապերը զարգանում են։ Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր մեծ առաջընթաց է գրանցվել։ Առևտուր է արվում, մասնավորապես վարելիքային արտադրանք է սկսել արտահանվել Ադրբեջանից Հայաստան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նշելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների եւ մամուլի ներկայացուցիչների միջև փոխադարձ այցելություններ եւ հանդիպումներ են լինում, պետության ղեկավարն ընդգծել է, որ դա նպաստում է նորմալ միջավայրի ստեղծմանը։ Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է այցով մեր երկրում գտնվող Իռլանդիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թոնի Մակկորմակի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը Թոնի Մակկորմակը նշել է Ադրբեջանի եւ Իռլանդիայի խորհրդարանների միջև ավելի սերտ կապեր հաստատելու համար արկա հնարավորությունները եւ ընդգծել, որ այս այցը ծառայում է այդ նպատակին։ Սահիբա Գաֆարովան հյուրերին տեղեկացրել է Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումների ու ձեռքբերումների, օրենսդիր մարմնի աշխատանքի, ինչպես նաև խորհրդարանի միջազգային գործունեության մասին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս շրջակա միջավայրի պաշտպանության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերին, դրանք համարելով ազգային եւ միջազգային կայուն զարգացման օրակարգի անբաժանելի մասը։ Այս մասին ասել է վարչապետ Ալի Ասադովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած տարածաշրջանային էկոլոգիական գագաթան ժողովի իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով այս համատեքստում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի COP29-ի Բաքվում անցկացումը մեր երկրի ամենակարևոր ներդրումն էր գլոբալ կլիմայական օրակարգի հիմնական հարցերի շուրջ միջազգային ջանքերի համախմբման գործում։ Մենք վստահ ենք, որ ընթացիկ տարվա մայիսին Բաքվում կայանալիք 13-րդ համաշխարհային քաղաքային ֆորումի արդյունքները նույնպես կծառայեն գործնական նախաձեռնությունների զարգացմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Եվրամիության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։ Մենք քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք մի շարք ոլորտներում, ամրապնդենք հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկան եւ առևտուրը։ Ադրբեջանը եղել եւ մնում է շատ հուսալի էներգետիկ գործընկեր Եվրամիության երկրների համար, ասել է նա։ Մեկնաբանելով Ղարաբաղում միջազգային ականազերծման օգնությունը մեծացնելու վերաբերյալ Բաքվի կոչը, Կալասը նշել է, որ Եվրամիությունը արդեն մասնակցում է նմանատիպ առաքելությունների եւ չի բացառում լրացուցիչ ջանքեր գործադրելու հնարավորությունը երկրին այս ոլորտում աջակցելու համար։ Ասուլիսում Կալասը ընդգծել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտարկում է որպես ռազմավարական նշանակության տարածաշրջան։ Նրա խոսքով Եվրոպան հետաքրքրված է կայուն եւ անվտանգ Հարավային Կովկասով եւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացը իրական հնարավորություն է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Իրանը Պակիստանի միջոցով ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ չի մասնակցի չորեքշաբթի ապրիլի 22-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախատեսված բանակցությունների եւ ներկայումս բանակցությունների մասնակցելու որևէ հեռանկար չկա, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Պարզաբանվել է, որ Իրանը այս որոշումը կայացրել է Միացյալ Նահանգների կողմից իր պարտավորությունները չկատարելու պատճառով։ Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե ծովային շրջափակումը վերացվի, Իրանի հետ գործ
գործարքը անհնար կլինի։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Իրանը չի ցանկանում Հորմուզի նեղուցի փակվելը։ Նրանք ցանկանում են, որ այն բացվի, որպեսզի կարողանան օրական $500 միլիոն վաստակել։ Այս դեպքում Իրանի հետ համաձայնություն կարող է երբեք չլինի, գրել է Թրամփը։ Իտալիայի Լոմբարդիա մարզի Բերգամո նահանգում գտնվող Մոնտե դի Նեզե գյուղում հարգել են 1945 թվականի ապրիլին նացիստների կողմից սպանված 120 ադրբեջանցիների հիշատակը։ Այս մասին ասված է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հարավային Կորեայում հրատարակվել են ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրության դասագրքեր։ Այս մասին ասված է Սեուլում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն Խանկուկի օտար լեզուների ուսումնասիրությունների համալսարանի թուրքերենի եւ ադրբեջաներենի ուսումնասիրության դեպարտամենտի կողմից պատրաստված դասագրքերը ներառում են ադրբեջաներենի A1 եւ B2 մակարդակները։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևան.com կայքի Facebook-յան էջը։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի, որտեղ նա հանդիպել է տեղի բնակիչների հետ եւ Վարդանանց հրապարակում կազմակերպել համերգ, լայն արձագանք եւ բուռն քննարկումներ է առաջացրել Հայաստանում։ Վարչապետի մարզային այս ակտիվ քարոզարշավը վառ կերպով ցույց է տալիս, որ այն պայմաններում, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի քաղաքացի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը շարունակում են հանդես գալ ռևանշիստական եւ թշնամական հայտարարություններով, գործող իշխանությունը հետևողականորեն առաջ է տանում խաղաղության օրակարգը։ Հայ լրագրողները հարցում են անցկացրել Գյումրիում, բարձելու քաղաքացիների կարծիքը վարչապետի այցի վերաբերյալ։ Բոլորովին մեր երկրի ապագա երեխաները շատ լավ հասկանում են, որ այս երկիրը մեր հզոր վարչապետն է տանում խաղաղության ու դեպի պայծառ ապագայի։ Այս երեխեքը մեզանից շատ խելաց են ու շատ լավ հասկանում են։ Ոնց որ մի մոհաս ասեն, պերաշկի էր ուտում, լավա որ Քոչարյանն էր մարդ էր ուտում։ Վարչապետի հետ դժոխ կելնի կգնա։ Վայ, իսկապես որտեղից է գալիս ձեր այդ սերը վարչապետի հանդեպ։ Բոլոր կողմ։ Տարբեր լրատվական դաշտերի սնուցում են տարբեր ռուսամետ կիսահայա հպատակ, սենց մի հատ կիսաավիրված կառույցներ, ղեկավարներ, որոնք իբր թե շապիկ են հագել ու վրան գրել են բարերար։ Չկա Հայաստանի Հանրապետությունը, եթե բարերարներ ունենար, մեծ բարերարներ ունենար, Հայաստանի Հանրապետության սահմանին դարդակ տուշոնքի բանկա կախած չէր լինի, այսքանը չեմ ուզում ավելացնել։ Ուզում եմ ասեմ, որ նայեք այս ժողովրդին ու սպասեք ամսի 7-ի այս ժողովրդի հաղթանակին, որը եւս հաղթել է 18 թվին։ Տեղի լրագրողները հարցում են անցկացրել նաև Երևանի փողոցներում, բարձելու քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ։ Այո, ես եմ սիրում համեմատած մյուսներին Նիկոլ Փաշինյանի իհարկե ոչ։ Լավ մարդ չի։ Լավ ղեկավար չի, լավ մարդ չի։ Հաստատ սիրում եմ, համաձայն։ Դուք սիրում եք։ Հա։ Ինչու եք սիրում։ Ինչու է արժանացել ձեր սիրուն Փաշինյանը։ Ժողովուրդը սկսել է լավ է։ Տեսնում են այն, ինչ որ տենում ամբողջ ազգը։ Ինչ եք տեսնում իրենք։ Բարեփոխումները մեծ համար։ Դեպի լավ։ Մեր ղեկավարն մենք ենք ընտրել, սիրում ենք, գնահատում ենք իր աշխատանքը։ Բավական շատ փոփոխություններ կա երկրում։
Շնորհակալ լինենք, ամենալավ զգացողություն։ Հարցումները հստակ ցույց են տալիս, որ քաղաքացիների զգալի մասը ոչ միայն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև բացահայտ ընդգծում է այսօր երկրին անհրաժեշտ է հենց նրա վարած քաղաքական կուրսը, ուղղված կայունության եւ երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Միևնույն ժամանակ քաղաքացիները կտրուկ մերժում են ռևանշիստական տրամադրությունները, հստակ ուղեր ցաղելով, որ հասարակությունը չի պատրաստվում վերադառնալ Ղարաբաղյան հանցավոր կլանի վարած վտանգավոր եւ կործանար սցենարին։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։